Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ եւ ալիքի հյուրեր։ Այսօր մարտի 15-ն է։ Ուզում եմ տեսանյութը նվիրեմ հապալասների թփերին, ինչ եմ անում գարնանը, ինչ պետք է անել գարնանը։ Ժողովուրդ ջան, հապալասի թփերը ես մինչև 3-4 տարեկաններին չեմ էտում։ Այ կոնկրետ այս թուփը, որ տեսնում եք, սա 3 տարեկան թուփ է։ Ամբողջը պատված է ծաղկա փնջերով, տեսեք, արդեն բողբոջները ծաղկների լրիվ ուրած վիճակում են, իսկ աճի բողբոջները դեռ նոր են սկսում զարթնել։ Եթե ուշադիր նայեք, մոտիկից աճի բողբոջները նոր են սկսում զարթնել։ Իսկական ժամանակն է հապալասներին պարարտացնել։ Ինչով եմ պարարտացնում ես։ Հիմա դուք տեսնում եք էկրանների վրա այս պարարտանյութը, որը չեխերեն գրված է Սիրժան ամոնի, հայերեն թարգմանաբար կոնսպեկտավորել եմ, թարգմանաբար նշանակում է ամոնիումի սուլֆատ, ինչ է պարունակում, պարունակում է 21% ազոտ, ազոտական պարարտանյութ եւ մինչեւ 26%, 24-26% ծծումբ, այս է գրված է վիսոկի օպսա սիրի, մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում, ինչի համար եմ սա օգտագործում գարնանը։ Բոլոր բույսերը, ինչպես գիտեք, նաև հապալասները պահանջում են վաղ գարնանը ազոտական պարարտանյութ։ Որպեսզի հողի տորֆի թթվայնությունը չփոխվի, դրա համար օգտագործում այս պարարտանյութը, որը պարունակում է ասեցի ծծումբ։ pH-ը պահում է նույնը։ Ինչ եմ անում։ Ընդհանրապես, ես կոնսպեկտավորել եմ, հեսա ես կասեմ, թե ինչ կարելի է գարնանը, երբ սկսվում են կանաչել աճի բողբոջները, թուփը դեռ չի ծաղկել, գտնվում է ծաղկելու վիճակում, պետք է պարարտացնել ազոտ պարունակող պարարտանյութով, օրինակ Սիրժան ամոնի, որը պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ։ Ծաղիկը թափելուց հետո, երբ որ ծաղիկը թափվում է արդեն ամռան, այսինքն գացի դաղամար, երբ որ ձևավորվում են պտուղները, թափելուց հետո պետք է պարարտացնել MPK կոմպլեկտ պարարտանյութով, ազոտ, կալիում, ֆոսֆոր, բայց ազոտի տոկոսային հարաբերություն շատ քիչ, ցածր, մոտավորապես 3%, իսկ մնացածները ֆոսֆորը, կալիումը բարձր տոկոսով։ Դա անում ենք ամռանը, երբ որ արդեն պտուղն է հասունանում։ Աշնանը ընդհանրապես չի կարելի պարարտացնել ազոտական պարարտանյութով, ազոտ պարունակող պարարտանյութով, ոչ մի բույսի, ինչպես նաև հապալասներին։ Պետք է օգտագործել կալիում, ֆոսֆոր, իսկ աշնանը սուպերֆոսֆատ եւ կալիումական սուլֆատ։ Այդքան բանը հապալասների համար։ Հիմա ինչ եմ անում։ Ժողովուրդ ջան, բացում եմ հեսա պակետը։ Յուրաքանչյուր թփին ես տալիս եմ 2 լիքը ճաշի գտալ ու ցույց կտամ ընթացքում ինչ եմ անում։ Հիմա կտրում ենք պակետը։ Այ ունի այս տեսքը։ Երկու լիքը ճաշի գտալ։ Յուրաքանչյուր թփին, եթե արդեն թփերը 3 եւ ավելի տարիք են։ Հավասարապես ցանում եմ տորֆի վրա։ Մեկ Սայլ երկու մոտավորապես 30 գրամ և գործիքով անցկացնում եմ տորֆի տակ խառնում եմ։ Վաճառվում են նաև հատուկ պարարտանյութեր, որոնք որ հիմնականում հապալասների համար են, դա էլ ես պարարտացնում եմ ամռանը,
մեկ անգամ յուրաքանչյուր թփին տալիս եմ մոտավորապես 20 գրամ։ Անցկացրել ենք։ Դրանից հետո վերցնում եմ թեփ, այս թեփը սղոցարաններից եմ վերցնում, սա շատերի ծառերի սղոցած թեփն է։ Որպեսզի տորֆը չչորանա շուտ, ծածկում եմ տորֆը, լինում է մուլչա, ոնց ասում են, շատերև ծառի թեփ, ահա, ծածկեցինք, դրանից հետո ջրում եմ, վերցնում եմ ցնցուղը, հիմա ջրում եմ, կեցելագի, բավական, այսքան բավական, որտեղ դեռ շոկ չի եղանակը, ժողովուրդ ջան, այսքանով ավարտում եմ տեսանյութը, ես անում եմ այս ձևով, գարնանը այս բարադանթու որտեղ խոսացի, մնացածների հետագանությամբ մինչև խոր աշուն, բայց հիշեք, աշնանը երբեք ազոտական բարադանթու չտաք, ոչ մի բույսի, կլինի հապալած, կլինի ուրիշ թփեր եւ այլն եւ այլն, կարող տալ ֆոսֆոր, կալիում, բայց ոչ թե ազոտ։ Ավարտում եմ ժողովուրդ ջան, եղեք առողջ, բարին եմ ձեզ։ Եթե հավանեցիք դրեք լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, ձեզ հետ Բորիս Խանբեգյանը, ամենալավը բոլորիդ, ստեսություն։